Պարոն Զբանկենբերգ, բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ չեն ձեր կենսագրությանը, չգիտեն ձեզ, ես ասեմ, որ դուք ազգությամբ գերմանացի եք, ով փայլուն տիրապետում է հայերենին, շատ լավ գիտի մեր պատմությունը, ուսումնասիրել է մեր լեզուն, մեր պատմությունը, ձեր կինը նաև ազգությամբ հայուհի է, դա որպես փոքրիկ նախաբան եւ գիտեմ, որ Հայաստանի Հանրապետություն եք այցելել, ցավոք սրտի մենք չկարողացանք ձեզ հյուրընկալել, ավելի ճիշտ փորձեցինք, բայց դուք արդեն հետ եք վերադարձել Գերմանիա, որտեղ այս պահին գտնվում եք, ինչ օրակարգով եք եկել Հայաստան։ Բարև նախ եւ շնորհակալ եմ այս արիթի համար։ Ուրեմն դարբեր միջոցառումներ կար, որ գուզեի մասնակցել այս շաբաթ հանդիպումներ ունենալով Արցախահայերի վերաբերյալ հիմնականի մասնակցեցա իբր մասնագիծ ուրեմն Մադենատարանի մեջ այդ համաժողովին, որ կազմակերպված էր Center of Truth and Justice-ի կողմէ, որը շատ իսկապես քնահատելի եւ հոյակապ աշխատանք մնե դրվածը լալով, որ այդտեղ միջազգային մասնակիցներ միջազգային իրավունքի վերաբերյալ քրեական միջազգային քրեական ասենք դատարանի մասնակիցներ այդտեղ էին նույնիսկ փող ուրեմն դատախազը եւ այս ժողովի մասնակցիցա իբր ասենք մասնագից եւ անշուշտ այդ ձիրեներ շփվեցա դարբեր մարդկանց հետ հիմնականին ուրեմն նաև Հայաստան գտնվեի ավելի ասենք խոսիլ հայ բադանտներում մասինալ որ գնալալ քիչ հետ ավելի կանտրատարնանք Բաքվի մեջ այս աշխատանքների վերաբերյալ հանդիպումներ ունեցա եւ հարցազրույցներ ալդվի վերի վարով այս է այսինքն ամեն ճագերտները չեմ գնար այս հանկրվարին բանալ բայց այս ամբողջ աշխատանքին ասենք իբնույթ գտնվեցա Հայաստան այո Բաքվում ռազմագերիները շարունակում են կեղծ դատավարությամբ իրենց կալանքի ռեժիմը, որը ցավոք սրտի անգամ կալանքի ռեժիմ հնարավոր չի անվանել, քանի որ բուն դատավարությունը ինքը շինծու է ըստ տարբեր փորձագետների, իրավաբանների, անգամ անզեն աչքով կարելի է դա հասկանալ, մասնագետ չլինելով, ինչ ունենք այս պահին, ուրեմն Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը ինչ քայլեր է ձեռնարկում, կարծես թե ճանաչելիության, թեմայի վերաբերյալ ճանաչելիության որևէ խնդիր չկա։ Աշխարհը գիտի այս մասին, գիտի, որ ռազմաքաղաքական էլիտան առնվազն գտնվում է Բաքվի բանտում անօրեն Այստեղ մենք ավելի շատ հարցը ճանաչելիության մակարդակում դարձնելու խնդիր ունենք, թե այդ մարդկանց ազատելու։ Այսինքն BDSM այո բավականին ծանոթ են ու մանավանդ կոպի ժամանակ այս հարցը դարբեր ծևերով բարձրացվեցավ դարբեր օղակներ բարձրացուցին այս հարցը դարբեր երկիներու մեջ մենք մեր գարկին Գերմանիո մեջ լասերբազանին հետ միասին գաբվեցանք իբր գետնական խորհուրդ այստեղ քաղաքական դաշտին հետ եւ դարբեր արիտներու այս հարցը բարձրացուցած ենք այսինքն հիմնականին այո քաղաքական դաշտը դերյակ է բայց նորեն գուզեմ նշել ոչ այդքան որ պետք է լինի այսինքն թեր ավելիով այո ծանոթ են բայց միշտ պետք է հիշեցվի այս հարցը քաղաքական դաշտի մեջ օրինակ Գերմանիան եթե բարձ օրինակ մարնեմ մենք վերջին ամիսներուն նոր ընտրություններ ունենք, նոր Բունդեստագ գազմվեցավ, նոր կառավարություն գազմվեցավ եւ այսինքն նոր Բունդեստագի հետ, նոր կառավարության հետ այս հարցը նորից պիտի բարձրացվի հիմնվելով այդ աշխատանքին, որ արդեն այս ուղղությամբ տարած ենք։ Այո, դեղյակ բահելու ասենք աշխատանքը գա, բայց այդ վերջո այդպիսի դերմը հասցնել, որ սկսի քաղաքական ջնջում բարձրացվի երկիրներու կողմէ, Եվրոպայի կողմէ Ալիևը վրա, այսինքն գապանացեվ ռեզոլյուշններ Եվրոմիության կողմեն, բայց այսօն թեր այդ ջնջումը չեն բարձրացնել, ասենք մեր ռազմակերիները եւ բադանտները
ազատ արձակելու մշտական աշխատանք մնե հույսերնից պետք չէ գտրենք այս առումով եւ այո վերջո քաղաքական ասենք ուժի դարձնելու հանգրվանին պետք է անցնենք եւ ասի գարոդու ունի միասնական աշխատանքներու դարբեր տեսակի աշխատանքներու Պարոն Զբանկենբերգ, պետք է ընդունել, որ Հայաստանի իշխանությունները առանձնապես խանդավառված չեն գերիների վերադարձի հարցով, առավել եւս արցախցիների վերադարձի հարցով դեպի իրենց բնորան։ Այս իմաստով քաղաքական հայտարարությունները, դժկամությունը մեր իշխանությունների, Հայաստանի իշխանությունների, որքանով են խանգարում ձեզ այդտեղ իրականացնելու այս գործընթացը։ Այո, գտեսնենք այս հարցը այդքան չէ բարձրացված եւ շատ դժբախտաբար պիտի ասեմ, որտեղ այսիկա իսկապես Հայաստանի անվտանգության հետ կապված շատ լուրջ նյութ մնե եւ պետք է օրագարկի վրա ալա անգախ ով է կառավարության, ով է իշխանության որտեղ այսալ մեր դեպի դուրս ասենք պատկերը ցույց կտա, թե մենք իսկապես մեր իրավունքները կպաշտպանենք, այո, գիտենք խաղաղության այս կարևոր գործընթացն ալգա, բայց չի գտնալ այդ զիջումներու վրա ալալ, որ քո բնական մարդկային իրավունքն է, այսինքն ասի պետք է շատ նշենք, շատ ողջունելի պիտի լար, եթե այս առումով օրինակ ամբողջ ասենք հայությունը նույնիսկ տարբեր տեսակետներ ունենալ, բայց միասնական աշխատի այս ազատ արձակման իմաստով այդտեղ նաև ներառելով կառավարությունը Հայաստանի, բայց չեմ գիտեր իրենց ասենք աշխատանքներում որակը կամ ոլորտը վստահաբար ձևով մգաշխատին, բայց այդ դպավորությունը չեմ ստանար մանավանդալ հանդիպումներ ունեցա, բայց գա այսինքն Հայաստանի մենք մեր աշխատանքը Գերմանիո մեջ կամ Սփյուռքի մեջ պիտի շարունակենք անգախ, բայց Հայաստանի հասարակությունն ալ այստեղ ասենք թերագադար կրնա դառնալ, կրնա բարձրացնել այս հարցը իբր Հայաստանի քաղաքացի օրինակ Գերմանիո կամ դարբեր տեսփաններու շուրջ իրենց ասելով ասիգա մեզի համար կարևոր նյութ մնե, այսինքն այդ ուղղությամբ եթե սիգնալները երթան եւ անշուշտ է դարձնել քաղաքական ասենք օրագարկի դարձնելու հիմնահարց անգախ գուսակցություններ են, այսինքն ասիգա մեզի բոլորին հուզիչ կամ կարևոր նյութ մնե եւ այդպես ասենք բերել օրագարկի վրա Հայաստանի քաղաքական իրականության մեջ եւ նշելով այսինքն մարդկային խոր իրավունքներու հիմնահարց մնե այս եւ չեմ տեսներ ես չեմ կարծեր ուրիշ երկիրներում մեջ եթե այսպիսի իրականությունը լար այսքան անդարբերություն ալ պիտի լար շատ ասենք շրջանակներում մեջ քաղաքական թե հասարակական շրջանակներ լա քաղաքական հիմնականին այո քաղաքական ասենք գիտակցությունն ալ պետք է լա որ այստեղ հայկական հիմնահայկական հարց մնե նույնը արցախահայերուն հարցը այսինքն շատ մեծ ասենք բատմական ցավ մնե այս վերջին դարիներու ասենք զարգացումը եղածը շատ հստակ պետք է ասեմ ցեղասպանություն էր այո ասենք 100,000-ավոր զոհերը չգային բայց իր էյությամբ իր խորքով եղածը ցեղասպանություն էր եւ մենք չենք կնար մորացության տանել այսինքն պետք է խոսվի այսօր մասին եւ այդտեղ կան միջազգային օրենքի վերաբերյալ այսինքն իրավունքներ Արցախայությունը ունի այդ վերաթարցի իրավունքը որտեղ իր պատմական հողերն են եւ այս առումով այսինքն լրած մնալը գվնասե բոլոր ասենք կորձընթացներուն եւ ամեն ինչ իրար հետ կապված է այսինքն բադանտները Արցախի հարցը Հայաստանի անվտանգությունը Սյունիքի վրա դրված ասենք ամիջական վտանգը ասենք ամենը իրար հետ կապված են
եւ գտնան կարևոր գեդերալ կամ օրագարկի վրա կարևոր գեդերալան խաղաղության այս գործընթացին մեջ եւ իմ կարծիքովս շատ կարևոր է as մի քանի ասենք հիմնահարցերը իրար մնե չզադել Պարոն Զվանկենբերգ, տեսեք, դուք ձեր խոսքում արձանագրեցիք, որ Արցախում տեղի ունեցածը 23 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն էր։ Միևնույն ժամանակ եւ դուք եւ առհասարակ աշխարհը Հայաստանի իշխանությունները առավելապես խոսում են խաղաղության մասին։ Այդ երկու բառը մի նախադասության մեջ կարծես թե պիտի չտեղավորվեր։ Աշխարհը, մասնավորապես Բերլինի իշխանությունները, ներողություն, Գերմանիայի իշխանությունները, որքանով են լուրջ ընդունում խաղաղության մասին այս խոսույթը, երկխոսությունը, արդյոք սա կեղծ օրակարգ չեն դիտարկում, մասնավորապես Գերմանիայի իշխանությունները, որ մի պետություն, ում մի տարի առաջ ցեղասպանել են կամ նրա երկրի բնակիչներին ցեղասպանել են, մեկ տարի հետո սկսում է խաղաղության գործընթաց։ Գուզեմ այս նույնին այսպես անդրադառնալ։ Գերմանիո կառավարությունով ոչ մեկ իշխանությունալ որ լինի, նույնպես Եվրոպայի ասենք գեցվածքը ասի շատ հստակ է ամեն ցևով գուզե որ խաղաղությունը լա այսինքն ասիգա շատ հստակ ասենք գեցվածք մնե որ մեր ամբողջ ասենք քաղաքական տաշինը չփվելու հետ այս միշտ գհիշեցվի մեզի որ մենք կողջունենք խաղաղության այս գործընթացը բայց վերջին հանգրվանին գարձեմ գարկմը ասենք ոչ թե փոփոխություններ այլ անդրադարձ եղած է որ այս գործընթացը ծևոմս stagnation-ի եկածիալ եւ գիտեն որ այդ գիտակցությունը գա թե բացահայտորեն չեն հայտարարեր որ ագրեսորը Ադրբեջանն է այստեղ կան իրենց ասենք գեոպոլիտիկ շահերնալ որ իրենց գելերեն շատ զգուշ են Գերմանիո օրինակ արտաքին գործոս նախարարությունը եղածը ցեղասպանություն անվանել թեև ճիշտ այդ ուղղությամբ ես հարցումներ ուղղացի իրենց որտեղ Գերմանիան UN Genocide Convention-ի անդամ է եւ Roman Statutes-ներու ստորագրած է այսինքն Roman Statutes-ները եւ այդտեղ ինքը բարդավոր է քայլեր թիմելու եթե այդ կա անորամար իրենք գործեն որ փախիլ բայց դեղյակ են այսինքն այս վերջին շրջանին բավականին իրենք հասկացան որ այս խաղաղության գործընթացը Ալիևը գործե որ նոր ծևերով նոր զիջումներ ունենա եւ այլն եւ այս գեդը գտնամսել այս հանգրվանին այդ է եւ անոր վրա մենք պետք է մեր աշխատանքը շարունակենք նորից բնթելով որ դուք իբր Գերմանիա բարդավոր եք այս հարցը ալ մորացության չդանիլ բադանտերուն հարցը Արցախի հարցը վերջո օրինակ Զվիցերիան նորեն քանի շաբաթներ առաջ շատ լուրջ նախաձեռնություն արավ այսինքն Գերմանիան այդ քաչությունը ունի Զվիցերիո նման ասենք որ Զվիցերիան այդ ասենք ֆորումը պիտի պատրաստի Ադրբեջանի եւ Արցախահայերուն միջև բայց լավ պիտի ելար եթե օրինակ Գերմանիո նման երկրներ այսպիսի նախաձեռնությունները քաղաքականորեն այսինքն քաչալերեն եւ օժանդակ կենան այս խնդիրներուն շուրջ ամենայնտեղ աշխատանքը այս ուղղությամբ ալ գտանինք ցավոք իրենց ներգա ասենք Գերմանիո հաշիվները այո Ադրբեջանի գազի ասենք նոր դիլը արածեն նոր պայմանագրը գնկած են այս վերջին շրջանին Շտայնմայերի այցը Հայաստան եւ Ադրբեջան քանի ամիս առաջ այդտեղ օրինակ բադանտներու հարցը բարձրացվեցավ Գերմանիո
Բունդեստագի անդամներու գոմե հասարակական միություններու գոմե մեր գոմե հայ արաքելական եկեղեցվո գոմե նույնիսկ վեհապարը երբ հանդիպեցավ Շտայնմայերին աս հարցը բարձրացուց այսինքն իրենք դեղյակ են բայց իրավիճակը ցավոք սրդի այդքան բարդ է եւ իրենց ասենք կացությունը չեն ունենար որ ճշմարտությունը բացահայտորեն ասել թեև ունենք պատասխաններ ունենք գաբեր որ այս հարցով քաղաքական դաշտի մեջ որ այս հարցով գսպաղվին եւ գործենք այդտեղ կոնկրետ հաջողություններու կալ Ես ձեր թույլտվությամբ ուզում եմ ձեզ կիսով չափ անձնական մի հարց տալ դուք հայկական համայնքն եք ներկայացնում հայերի շահերն եք ներկայացնում հետապնդում հայկական շահը եւ ապրում եք մի երկրում որտեղ բազմաթիվ թուրքեր կան Գերմանիայում ադրբեջանցիներ նույնպես կան իհարկե բայց թուրքերի թիվը ավելի շատ է ձեր հանդեպ սևեռվածություն կա վատ վերաբերմունք բացասական ինչ որ մեկնաբանություններ այս հարցին կարծես թե չեք հարցել երբեք ուրեմն ուրախ եմ եւ բախտավոր եմ որ մինչ այս օրս անվտանգության ոե մեկ թեփը անցիս հանդեպ Գերմանիո մեջ չի եղած պարկ դիրոջ կսեմ բայց գտնամ ասել որ մանավանդ կոպի ժամանակ երբ մենք այս Free Armenian Hostages ասենք քաղաքացիական եւ գլոբալ արշավը գտանեինք մանավանդ սոցիալական ցանցերուն մեջ այդտեղ իմ թեմասալ արշավը դեղի ունեցավ ազերբայջանական ասենք մամուլի գոմե եւ մի քանի 100 բոցերալ հարցակեցան իմ account-ներուս վրան այսինքն այսպիսի երևույթներ դեղի ունեցան վստահ եմ այո մոդեն գեհդեվին աշխատանքից ինչպես բոլորին աշխատանքը ով այս հարցերով կսպաղվի բայց գտնամ ասել այս վարյանին անվտանգության խնդիրը չեմ ունեցած Ինչի համար շատ ուրախ ենք եւ վերջին հարցը հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների այս մեղմ ասած քայլերը ինչ արձագանք ունեն գերմանահայոց համայնքի ներսում եւ արդյոք ինչ որ միջոցառումներ պատրաստվում է կազմակերպել ի աջակցություն մայրաթորի վեհապարի մասնավորապես Ուրեմն այս հանգրվանին շատ մոդեն հետևինք զարգացումները, որը շատ մտահոգիչ է եւ վստահ եմ համայնքի մեջ դարբեր տեսակի ասենք գեցվածներական եւ որ հետևին բոլորը դեր ասենք մեծ ալիք մդերի չունեցավ այս առումով մենք ալիպր գետրոնական խորհուրդ կխորտակցենք այս հարցով եւ պետք եղած ադենը գնալալ հայտարարություն ալգունենանք բայց գուզեմ նշել որ մեր այս ցաներ օրերուն համայն հայկական իրականության մեջ այսինքն Հայաստանի անվտանգությունը եթե դեսնենք Սյունիքի վերապերյալ կամ հարավային Հայաստանի վերապերյալ այսպիսի ասենք հարցակումներ նույնիսկ եթե դարբեր գարձիկներ կան մեզի պիտի վնասեն ասոնք այսինքն ես գիշեմ Գերմանիո բակմութենեն ուրեմն դրվակմա մոտ 1777 թվին երբ Հայնրիխ թագավորը Հայնրիխ 4-րդ թագավորը եւ Պապ Գրեգոր 13-րդը ուրեմն այսպիսի բայկար ունեին քաղաքական մոտ 1000 տարի առաջ եւ վերջո թագավորը ուրեմն ըստ այդ ժամանակի պատմապաններուն գերտա թեպի կանոսա եւ այս Գերմանիո ասենք պատմության մեջ շատ նշանավոր ասեմ թեփն է որ թագավորը վերջո գաբաշխարի այսինքն Պապինկով ինչու գսեմ մենք այսօր այս դեսագի ասենք բայկարներու կամ խզումներու պետք չունենք դա այդ մեզի պիտի վնասի եւ այդ առումով իմ անձնական գեցվածքս այդ է որ
շատ զգուշ պետք է լանք թե այս ուր գդարվի եւ ինչու գդարվի գար իմ աստական մեկնաբանություններից մեկը այն է որ այո արաքելական եկեղեցին բավական կսպարվի Արցախի իրավունքի հարցով եւ այս եկող տարի ընտրություններ ալգա եւ գնալ իշխող ուժերը կփորձեն այս ցևով ասենք նույթ մփանալ բայց մենք պետք է մեր այսինքն եկեղեցինալ պաշտպանենք եւ պետություննալ պաշտպանենք եւ այսպեսի ներքին խզումներ ներքին ասենք անիմաստ բայկարներ մեզի միան գրնա վնասել մենք գրնանք առաջ երթալ եթե Երևանայինք օրինակ վարչապետը եւ վեհապարը միասին գսպաղվին օրինակ այս հիմնահարցերով այդտեղ եթե այդ բատկերը ասենք գնանք երազել բայց եթե այդ դեղի գունենա ուրեմն մենք լավ ընթացքի մեջ ենք այդ առումով նորեն գսեմ շատ մտահոգիչ է այս զարգացումները մոդենգ է հետևիմ վստահաբար քաղուտի մեջնա դարբեր գեցվածներ պիտի ըլլան որը բնական է եւ կարևորը մենք իրար չքանթենք իմ ամենան ասենք մտահոգիչ ասենք գեդս այդե որ գուզեի աս արիթով այս նյութի շուրջ արդահայտել